Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ Անահիտ Ալեքսանյանին։ Նրա հետ խոսելու ենք թմրանյութերի տարածման դեմ պետական քաղաքականության ձախողման մասին եւ կոնկրետ ինչ փաստերով եք հիմնավորում այն, որ գործող իշխանությունները ոչ միայն չեն վերահսկում իրավիճակը, այլ իրենց գործունեությամբ նպաստում են դրա խորացմանը, հատկապես երիտասարդների շրջանում։ Այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որը անմիջականորեն սպառնում է եւ կապված է մեր հասարակության անվտանգության հետ, մեր երիտասարդների ապագային եւ միանշանակ սպառնում է մեր պետության սոցիալական կայունությանը։ Քանի որ բոլորիս համար արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ գործող իշխանությունները փորձում են արդյունավետ քաղաքականություն մշակելու փոխարեն թմրանյութերի շրջանառության եւ հասանելիության դեմ սահմանափակումներ դնելու փոխարեն միայն իրենց անընդմեջ կրկնվող ձևական հայտարարություններով հանդես գալ եւ վերջնական արդյունքով վտանգել քաղաքացիների առողջությունը եւ ապագան, միանշանակ թողնելով բոլոր ակնհայտ խնդիրները անպատիժ, առանց որևէ հսկողության, չնայած որ այս իշխանությունները իրենք իրենցով շարունակաբար տեղեկացնում են մեզ եւ պնդում են, որ կան վերահսկողական միջոցառումներ, որ կան ծրագրեր կանխարգելման եւ հասարակությանը իրազեկման համար, սակայն իրական պատկերը, իրական իրավիճակը անհամաչափ է եւ բոլորովին չի համապատասխանում իշխանությունների ներկայացրած արդյունքներին, քանի որ թմրանյութերը լայնորեն հասանելի են, շարունակաբար ձեռքբերովի են եւ մանավանդ երիտասարդների եւ նույնիսկ դեռահասների շրջանակներում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների ՆԳՆ արդյունքների այժմ Հայաստանի Հանրապետությունում Տելեգրամյան հարթակում գործունեություն են ծավալում շուրջ 300 խանութներ, որոնք առք ու վաճառք են իրականացնում։ Ընդ որում, արդեն ոչ իսկ պաշտոնական տեղեկատվությամբ յուրաքանչյուր նման գործարք հասնում է 6-ից 7 գործարքների չափի եւ դա ընդամենը ամենանվազագույն եւ ամենահասանելի տվյալներն են, որոնք մենք կարող ենք քննարկել եւ որոնք մեզ տեսանելի են։ Էլ չենք ասում, որ այս թվերը անընդմեջ աճում են, այս թվերը անգերազանցելի կերպով թափ են առնում եւ սա ուղիղ սպառնալիք է մեր բոլորի կյանքի եւ առողջության համար։ Այս իրավիճակում գործող իշխանությունը ոչ միայն չի կանխարգելում որևէ գործողություն, այլ միտումնավոր եւ անգործության արդյունքում թույլ է տալիս, որ մեր երիտասարդները հայտնվեն կյանքի եւ ապագայի նկատմամբ վտանգավոր իրավիճակներում։ Իրավական պետության մասին անընդմեջ հնչում են հայտարարություններ, սակայն այդ հայտարարությունները այս համատեքստում վերածվել են ուղղակի դատարկ քռետորաբանության, դատարկ խոսույթների, քանի որ ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ գործող քրեական օրենսդրության հենց պետությունն է, որ պարտավոր է ապահովել քաղաքացիների, հատկապես անչափահասների եւ երիտասարդների կյանքի եւ առողջության անվտանգ գործընթացը եւ նրանց կյանքի գործընթացը։ Մինչդեռ ժողովրդական մեր երկրում փաստացի ականատես ենք մի իրավիճակի, երբ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, որը քրեականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ համարվում է ծանր հասարակական վտանգ ներկայացվող արարք, հաճախ մնում է անպատիժ կամ ենթարկվում է ձևական իրավական արձագանքի եւ լինում են անգամ դեպքեր եւ դրանք չեն ուղղակի բացահայտվում եւ անտեսվում են։ Վերահսկող մեխանիզմները չի գործում իր ողջ ծավալով, իսկ օրենքի կիրառումը ձեռք է բերել լիովին ընտրովի իրավիճակային բնույթ եւ այս ամենը տեղի է ունենում գործող իշխանությունների քաղաքական պատասխանատվության ուղիղ դաշտում։ Ոչ միայն եւ նրանք ոչ միայն չեն ապահովում օրենքի արդյունավետ կիրառումը, դրա կիրարկումը ճիշտ տեղերում, այլ նաեւ իրենց անգործության եւ անկարողությամբ նպաստում են նրան, որ մի միջավայր ձևավորվի մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ գերակայում է ոչ թե իրավունքի գերակայությունը, այլ պետական անգործությունը։ Այս իրավիճակը չի կարող դիտարկվել որպես առանձին համակարգային բացթողումների ինչ-որ համախումբ, քանի որ այս ամենը հանդիսանում է գործող իշխանությունների ուղիղ քաղաքական պատասխանատվության հետևանքը եւ պետք է հստակ արձանագրել, որ իշխանությունը ձախողել է իր սահմանադրական պարտականությունները։
Նա ձախողել է չափահովելով օրենքի արդյունավետ կիրարկումը, նա ձախողել է դա չպաշտպանելով քաղաքացիներին վտանգներից եւ իր անգործությամբ եւ անկարողության արդյունքում լիարժեք կերպով վերացրել է բոլոր իրավական չափանիշները։ Այժմ արդեն մեզ համար ակնհայտ է, սիրելի հանրություն, որ գործող իշխանությունների համար օրենքը արդեն շուտվանից դադարել է իր ծառայությունը իր սահմանադրական նպատակին եւ հանրային կարգի անվտանգության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ ավելի հաճախ դրանք կիրառվում են որպես քաղաքական հաշվեհարդարի եւ ճնշումների գործիք ընդդիմության նկատմամբ, այլախոհների, այլակարծիք անձանց նկատմամբ եւ այն անձանց նկատմամբ, ովքեր իշխանություններին ոչ հարմար դիրքորոշում են հայտնում եւ այդ դիրքորոշումները բարձրաձայնում են առանց վախերի։ Այժմ, երբ իրավական համակարգը ակտիվ է քննադատական ձայների նկատմամբ, առավել քան, իսկ իրական հանրային վտանգների եւ երևույթների դեպքում մենք տեսնում ենք, որ դրսևորվում է անգործությունը եւ ձևական մոտեցումները, ձևական հայտարարությունները եւ սա ոչ միայն իրավական համակարգի խաթարումն է, այլ պարզ տեսանելի սահմանադրական շեղում է պետական գործունեության ընթացքից եւ այս գործունեության քաղաքական գնահատման պետք է մենք ակնհայտ հասկանանք, որ կա սահմանադրական կարգի տապալում, ակնհայտ շեղումներ, քանի որ սահմանադրությամբ հստակ ասվում է, որ իշխանության գերակայության եւ ինքնասահմանափակման սկզբունքներ կան, որոնք պետք չէ ոտնահարել։ Իսկ ամենօրյա գործելավոճը այս իշխանությունների կողմից ցույց է տալիս, որ դա ուղղակիորեն անտեսվում է։ Ինքնասահմանափակման գաղափարը այս իշխանության կողմից փոխարինվել է ամենաթողությամբ, իսկ իրավունքի գերակայությունը իշխանության գերակայության եւ այսօր սահմանադրությունը դարձրել է այս իշխանությունը ոչ թե իր համար սահմանափակումներ եւ այն չի կիրառվում որպես սահմանափակումներ իշխանության համար, այն ընդամենը արդարացում է դարձել ինչ ուզել անելու համար։ Եվ միանշանակ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը զբաղված է հենց այդ գործընթացով ամեն օր եւ այս իշխանությունը ամեն պահ օգտագործում է մեր ազգային դիրքերը թուլացնելու նպատակով եւ այս իշխանությունը ամեն հարմար առիթը կիրառում է, որպեսզի կարողանա մեր միջից արմատախիլ անել մեր ազգայինը, մեր հայրենասիրությունը եւ միանշանակ այս իշխանությունները փաստացի պայքարում են բոլոր այն մարդկանց եւ բոլոր այն կառույցների նկատմամբ, ովքեր խոսում են եւ գործում են ազգայինով, ովքեր շարունակաբար խոսում են մեր արժեքներից, այն մարդկանց նկատմամբ, ովքեր խոսում են մեր ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակաբար տանելու մասին, իշխանությունը պայքարում է ցանկացած անձի դեմ, ով կփորձի խոսել իրենց հակահայկական գործողությունների վերաբերյալ եւ իշխանությունից հեռացնելու վերաբերյալ, ով խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները չկատարելու մասին եւ միանշանակ մերժելու մասին եւ անգամ նրանց մասին, թե ովքեր կփորձեն հակաադրբեջանական մտքեր արտահայտել եւ այդ անձինք դառնում են այս իշխանության թիրախը։ Եվ դրանից մեկ եզրակացություն պետք է արվի, սիրելի հանրություն, որ այս իշխանությունները հետապնդում են մեկ նպատակ, գլխավոր նպատակ եւ այդ նպատակը այն է իրականացնել բոլոր թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգները եւ այս իշխանությունը շարունակելու է իր այդ ապիկար գործողությունները իրականացնել, իրագործել, քանի դեռ նրանք ունեն այդ հնարավորությունը, քանի դեռ նրանք են մեր իշխանությունները եւ իզուր չէ, որ հենց այդ տանդեմն է, այդ թուրք-ադրբեջանական տանդեմն է, որ ամեն բան անում է, որ այս իշխանությունները շարունակաբար վերարտադրվեն եւ նրանց վերարտադրման հնարավորությունները մեծանան։ Սակայն սիրելի հանրություն, պետք է հիշենք, որ առաջիկա ընտրություններում մենք այլևս իրավունք չունենք այս հակազգային իշխանությանը որևէ շանս տալ վերարտադրման համար եւ այսօր մեր ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնենք հենց այդ գործընթացին եւ միանշանակ պետք է պայքարենք, քանի որ մեր հայությունը, մեր հանրությունը, մեր հայ ազգը արժանի չէ ուղղակիորեն նման ապիկար իշխանություններին։ Շնորհակալություն։